Միշտ սպասել եմ լավ լուրի, անկեղծ ասած սպասել ենք, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասել ենք։ Ամենակարևորը, որ երեխեքը եկե հասել են այստեղ, թող աստվածային բոլոր գերիները կան հասել իրաց տները, ուրիշ ցանկություն ես չունեմ։ Ավելի քան 5 տարի Բաքվի բանտում անցկացրած Դավիթ Դավթյանի հայրը այսօր երեկոյան վերջապես կգրկի որդուն։ Ադրբեջանական բանտերից Երևան կհասնեն 4 գերիներ՝ Դավիթ Դավթյանը, Գևորգ Սուջյանը, Վագիվ Խաչատրյանը եւ Վիգեն Էուլջեքյանը։ Այս տեղեկությունը մի քանի ժամ առաջ Հայաստանի վարչապետը փոխանցեց։ Հայ գերիները Հակարիի կամրջով են Հայաստան մտել, դեռ Երևան չեն հասել։ Փաշինյանը նրանց առողջական վիճակի վերաբերյալ նախնական տվյալ էր ներկայացրել։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Զուգահեռ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, որ հայ գերիների վերադարձի գործընթացը իրականացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք։ Վերադարձված 4 գերիներից 3-ը՝ Սուջյանը, Դավթյանը եւ Էուլջեքյանը, գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, նոյեմբերի 10-ին ու 11-ին Շուշի ուղևորվելիս, որ քաղաքն արդեն ադրբեջանական հսկողության տակ է, պաշտոնական Երևանը չէր հաղորդել անտեղյակ այս խաղաղ բնակիչներին, Ադրբեջանի իրավապահները քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ էին վերագրել լրտեսությունից մինչև ահաբեկչություն։ Իսկ Վագիվ Խաչատրյանը գերեվարվել էր հենց այն ճանապարհին, որով վերադարձավ Հայաստան, Հակարիի կամրջի վրա։ Դուստրը Վերա Խաչատրյանը բառեր է փնտրում ուրախությունն արտահայտելու համար։ Երջանիկ եմ, զգացողություններս փոխանցել հնարավոր չէ, որ կցանկանամ բոլորի ընտանիքներում այս պահերը ապրեն, ովքեր որ չեն վերադարձել։ Իրականում համացանցից չեմ տեղեկացել, ընկերուհիս էր առաջինը կարծացել, հետո արդեն համացանցի մեջ ուշքի եկա, համացանցի մեջ էի խնդրում, ցանկանում էի բոլորի անունները տեսնել այնտեղ, բայց վստահ եմ, որ բոլորն էլ վերադառնալու են այդ ցանկությունից, որ բոլորը վերադառնան ու բոլորը ապրեն այն զգացողությունները, ապրումները, ինչ որ ես ու իմ ընտանիքը։ Վագիվ Խաչատրյանը շրջափակված Արցախից Երևան վիրահատության էր գալիս կարմիր խաչի մեքենայով։ Բաքվի ուժայինները նրան իջեցրին մեքենայից ու տարան Մեշալիի ցեղասպանություն վերագրելու։ Վագիվ Խաչատրյանն այսօր նոր Քմարաշ բուժկենտրոն է տեղափոխվելու։ 2023-ի հուլիսին նախատեսված սրտի հրատապ միջամտությունը ի վերջո իրականացնելու։ Նրա վիճակը ծայրահեղ սրվել էր շաբաթներ առաջ։ Բաքվի բանտից վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել։ Դուստրը պատմում է, միայն մի անգամ է կարողացել խոսել հետը, հույս տվել, որ տուն է գալու։ Ավելի շատ ես իրան հույս տալիս, ասում եմ, եթե հավատում ես, իմ անունը ինքն ա դրել, Վերա։ Ասում եմ, դու քո Վերային հավատում ես, քո դրած Վերային, ասում եմ, հա, դե ուրեմն շատ շուտով գալու ես գրկեցի։ Ինչի դիմաց են ազատ արձակվել 4 հայ գերիները։ Բաքվի բանտերում պահվող տասնյակ գերիներ մինչև այժմ հայրենադարձվել են քաղաքական տարբեր պայմանավորվածությունների շրջանակում։ Այսօր Արդարադատության նախարարությունը հաղորդեց Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներ Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին՝ Յուսեֆ Ալաբետ Ալ-Հաջինն ու Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերինը։ Արցախցի զինվորականներն էին գերեվարել սիրիացի այս 2 վարձկաններին։ Հայաստանի իրավապահները պարզել էին 44-օրյայի ընթացքում այս վարձկաններին առաջարկվել էր $2000։ Նրանց նաև ամեն հայի համար $100 գլխագին էին խոստացել։ Որ այս վարձկաններին հայ գերիների հետ փոխանակելու հարցը քննարկվում է, դեռ 1 ամիս առաջ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էր հայտնել։ Այն, որ գերիների վերադարձի ու այս վարձկանների վերաբերյալ հաղորդագրությունները առանձին են, ոչ մի կապ չունի, ասում է Սահակյանը։ Մենք դեռևս 2025 թվականի դեկտեմբերին խոսեցինք այն մասին, որ թուրքական որոշ շրջանակներ եւ սիրիական շրջանակներ հետաքրքրված են այս անձանցով, որոնք պահանջված անձինք են եւ մեծ արժեք են ներկայացնում հետաքրքրված շրջանակների կողմից եւ բանակցում են այս անձանց վերադարձը Սիրիա հայ ռազմագերիների վերադարձի դիմաց։ Այնինչ տեղի ունեցավ այժմ իրավապաշտպանը համարում է անհամաչափ գործարք։ Հայաստանում պատիժ կրող վարձկանները հանցագործներ են, իսկ Բաքվի բանտերում պահվող հայերը ապօրինի էին այնտեղ։ Սիրանուշ Սահակյանը կարծում է սիրիացի վարձկանների լծակը հայկական կողմը կարող էր ավելի արդյունավետ օգտագործել։ 2 վարձկանների հանձնման դիմաց հայկական կողմը գոնե տասնյակից ավել
հայ բանտարկյալների պետք է կարողանար վերադարձնել։ Ադրբեջանական կողմը առողջական խնդիրներ ունեցող անձանց պատասխանատվությունը փոխանցեց հայկական կողմին։ Հայ գերիները ոչ թե մարդասիրական տրամաբանությամբ միջազգային իրավունքի հիման վրա են հայրենադարձվում, այլ գործարքների, շեշտում է Սիրանուշ Սահակյանը։ Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումն է ըստ նրա այս պահին գործարքի միակ առարկան։ Պաշտոնական տվյալներով Ադրբեջանում պահվում է եւս 19 հայ գերի։ Իրավապաշտպանը ենթադրում է, բանտերից վերջինը դուրս կգան Արցախի ռազմական ու քաղաքական առաջնորդները։ 20 թվականի գերեվարվածներին ում առնչությամբ կան դատապարտման դատավճիռներ, որից հետո մենք ակնկալում ենք, որ հունվար-փետրվար ամիսներին կունենանք Ռուբեն Վարդանյանի եւ 15-ի գործով դատավճիռներ, այդ դատավճիռներից հետո իմ գնահատմամբ կհայրենադարձվեն 23 թվականի 8 հայերը, որոնք մարտական գործողությունների զոնայում էին հայտնվել եւ ամենավերջում իհարկե նախկին ղեկավարները, որոնց խնդիրը կարծում եմ ավելի բարդ է եւ մեծ շահարկումների չարաշահումների առարկա է դառնալու։